Ինչ օգտակար հատկություններով է օժտված թութը եւ որ դեպքերում է այն օգտագործվում։ Թթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափահաս են ու օգտակար։ Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ եւ վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում։ Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակում։ Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեշ, 82.6 գրամ ջուր եւ 55 կիլոկալորիա։ Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով A, B1, B6, B9, E, C, K, միկրոտարրերով մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն եւ մակրոտարրերով կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր։ Թթի օգտագործման եղանակներն ու օգտակար հատկությունները։ Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա։ Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ։ Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի եւ երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտուցների դեպքում։ Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ եւ հակաբորբոքային հատկություններով։ Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հեվոցից ու սրտի ցավերից, ինչպես նաեւ կարգավորում է սրտի զարկերի ռիթմը։ Սակավարյունության եւ նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում 2 շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել։ Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա։ Օրինակ, չհասած պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը, դրանք փորլուծություն են առաջացնում։ Ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ։ Տղամարդկանց սեռական թուլությունից ու շագանակագեղձի բորբոքումից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակ թթի եւ սպիտակ մեղրի խառնուրդը, 1 կիլոգրամ թութ եւ 200 գրամ մեղր։ Հարկավոր է բաղադրիչները խառնել, լավ տրորել, լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ եւ պահել սառնարանում։ Խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն օր քնելուց առաջ 1 թեյի գդալ։ Թթի թուրմն ու հյութն օժտված են բակտերիասպան եւ հակասեպտիկ ազդեցությամբ եւ օգտագործվում են պարոդոնտոզի, ստոմատիտի, խոցերի եւ կոկորդի հիվանդությունների ժամանակ որպես ողողման միջոց։ Թուրմի պատրաստման համար օգտագործվում է մանրացրած սև թութը։ Հարկավոր է 2 ճաշի գթալ թթին ավելացնել 200 գրամ եռման ջուր, թրմել 4 ժամ եւ ստացված թուրմով օրական 4 անգամ ողողումներ կատարել։ Հոգնածության հետևանքով առաջացող եւ անքնությամբ ուղեկցվող նյարդային խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել թթի եփուկը։ Հարկավոր է 500 մլ ջրին ավելացնել 1 կիլոգրամ թութ, դնել թույլ կրակին եւ հեռացնել մոտ 30 րոպե, մինչեւ դառնա թանձր եփուկ։ Ավելացնել 300 գրամ մեղր, տաքացնել 80 աստիճան եւ վերցնել կրակից։ Պատրաստի եփուկը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ, օրվա երկրորդ կեսին, մեկական թեյի գթալ։ Սակայն հարկ է հիշել, որ թթի հասած պտուղների չարաշահումը կարող է դառնալ փորլուծության պատճառ, ուստի հարկավոր է զգույշ լինել։ Բացի այդ, այս համեղ մթերքը հակացուցված է արյան գերճնշումից, տրամադրության տատանումներից ու շաքարային դիաբետից տառապող մարդկանց։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Առողջություն ձեզ։